Խոսքով կներկայացնեմ այս ֆիլմը, որտեղ վստահաբար շատերը լեզվի պատճառով չհասկացան մանրամասները։ Սա շատ պարզ սյուժե ունի, բայց շատ բարդ հարց է քննարկում։ Ըստ էության հարցը երկուսն է։ Առաջինը շատ կարևոր բան է, որ հայությունը, հեսած մնացորդածը, որ շարունակել է ապրել Արևմտյան Հայաստանում, տվյալ դեպքում Դերսինում, միտում կա վերադառնալու քրիստոնեությանը, ստեցան մհերը, այդ տղամարդը 70 տարի ապրելով մուսուլման, 70 տարեկանում, 77 տարեկանը ընդունեց քրիստոնեություն։ Վերադարձ Արմանը շատ կարևոր հարց է, որտեղ միայն Դերսինում 11-12,000 հայ կա, ալևի են մեծ մասամբ, այսինքն կարակ պայմանականորեն ասել մուսուլման ալևիները, բայց այստեղ ուրիշ նաև հարցը կար, կինը, որ այդ անդադվիճում էր, ինչի շուրջ էր, կինն էր ծագումով հայ է, բայց նա չէր ուզում դառնալ քրիստոնյա, որտեղ վախ ուներ, ասում էր մեզ կոտորել են և նորից կկոտորեն, պիտի պարզ հասկանալ, խոսքը Ստամբուլի մասին չի, խոսքը լեռների մեջ ընկած ինչ-որ քաղաքներ գյուղերը, որտեղ իսկապես մինչև հիմա մարդկանց իրենց կրոնի համար հալածում են, և այստեղ ուրիշ հարց է, որը միգուցե նոր մենք քննարկենք, այսինքն արդյոք հայը կարա լինի մուսուլման թե չէ, կինը ասում էր այո, ես հայ եմ, բայց մուսուլման եմ, ինչ տարբերություն, այսինքն քրիստոնյա թե մուսուլման, ես հայ եմ, այդ հարցը քննարկելու հարց կա, և վերջում եթե նկատեցիք, իրեն զավակը եկավ, քրիստոնյա հոր և մուսուլման նոր միջև նստեց, և խորհրդանիշը նա էր, որտեղ այսօր զավակները մոլորության մեջ են, օրինակ մենք դեպք ունենք, հենց այդ Դերսինից այստեղ մենք իրան մկրտել ենք, 3 զավակ ունի, 3-ից 2-ը ընդունում են, որ հայ են և քրիստոնյան, մեկը չէ և կինը չէ, և այդ ճեղքվածքը շատ հաճախ անցնում է մարդկային ընտանիքների միջով, և սա շատ լուրջ հարց է, բայց եթե մեզ հաջողվի այս հազարավոր և միլիոնավոր մարդկանց, այս սկզբից կրկնվում է ուղղակի, այդ մենք երբանը, այսինքն և սրանք շատ կարևոր են նման մարդիկ, որովհետև այդ հազարավոր հայերը նայելով մհերին, այդ վախը իրաց մեջից դուրս է գալի։ Իրանք տեսնում են, եթե ինչի մհերը կարող է որպես քրիստոնյա և որպես հայ ապրի, ինչ իրենք չեն կարող։ Սա շատ կարևոր երևույթ է, որ փոքր քայլերով, բայց հետևողական ընթանում է։ Եվ այս մենք մի ուրիշ ֆիլմ ունենք հայերեն լեզվով, մեր կենտրոն հեռուստատեսության հետ միասին, ավելի մասնավորապես Նայիրի Հովիկյանի հետ, վերադարձի ժամանակ 2 ֆիլմ է նկարել, որը հայերեն լեզվով է, այս Դերսինի հայության մասին է, միգուցե մենք մի շաբաթվա մեջ մի օր կկազմակերպենք, բայց դա երկար է, նա մի 50 րոպեանոց ֆիլմ է, բայց շատ հետաքրքիր ֆիլմ է, այսինքն առաջին անգամ ոնց Հայաստանի Հանրապետության դրոշը մեր տանում են, ծածանում են, ոնց է տեղի ժողովուրդը ընդունում այրին, շատ հետաքրքիր, Դերսինը ալևիների կենտրոնն է, դա շատ այլ, ասենք երևույթ է, չմոռանանք, որ 16-ից 17 միլիոն ալևի կա այսօր Թուրքիայի մեջ, դա թիվ է, դա մեծ թիվ է, և դրանց մի զգալի մասը ծագումով հայ են, և այստեղ մի խնդիր կա, թե ոնց մենք կարողանանք այս հարցը լուծել, սա է։ Հիմա մինչև բուն բանախոսությանը անցնելու 2 կենցաղավարական զուտ հայտարարություն, բնականաբար դուք բոլորդ հրավիրված եք և հյութերից օգտվում, բայց խնդրում եմ, երբ որ խմում եք բաժակները բերում եք այստեղ, վերջը տարեք դրեք սեղանի վրա, չի կարելի թողել ոտի տակ, որտեղ կպնում են, թափվում է և այլն։
Մյուսը, եթե հյութը լցնում եք բաժակի մեջ, խմեք։ Այսօր օրինակ մենք 4 լիքը բաժակ ինչ-որ մարդիկ լցրել էին այդ հյութը և չէին խմել։ Այդ անհարգալից վերաբերմունք այն մարդկանց նկատմամբ, որ աշխատանք են դրել դրա մեջ։ Չեք ուզում մի խմեք, բայց լցնել թողել քնալը բանա, անհարգալից է։ Հիմա շրջվենք մի անգամից, արդեն մի րոպե սահանջատենք։ Շրոջ երեխեքը երես էին տեկելի Հայր, իրոք ասում էր չեն եք, հայր չեն գալի ինստենալ, հայցետության չեն գալի Դարդարապես հերոսությունը, գիտեք, այսինքն մարդը ապրում է մի կյանքով և դու փոխում ես քո ինքնությունը մի կյանքի, որը լավ իմանալով, որ հալածվելու ես։ Հապես հայերը ոնց են, չէ, այլ գնում է Ռուսաստան, արագ ռուս են դառնում բան, ազգանունն են փոխում, գնում են Ամերիկա, ես Կանադայում հայ եմ տեսել, որ շատ լավ հայերեն էին խոսում, երեխաների հետ կոտրված անգլերենով էին խոսում, ասում են, դե լավ անգլերեն չգիտես, էլի, գոնե հայերեն խոսա, չի ասում, որպեսզի ակցենտը հետո ասում է լավ է, ասում են, քո անգլերեն ավելի վատ ակցենտ է իրան առաջացնում, քան եթե հայերեն խոսա իր հետ։ Դա կա, բայց այս մարդը հակառակ երևույթն է։ Դե լավ, վերադառնանք այսօրվա մեր թեմային բանախոսին, քիչ ապահովումներ կան հայերի մեջ և ընդհանրապես աշխարհում, որը այդքան հայտնի են և տարբեր, ես կասել, իրարաներ զգացողություններ են առաջացնում։ Մեկը ասալա ապահովումն է։ Մի ապահովում, որը սկսած Խորհրդանության տարիներից Հայաստանում մեծ արձագանք ուներ, ասալայի գործողությունները, մի ամբողջ սերունդ է դրանով մեծացել, անգամ այսօր Արմյուսով հաղորդում կար, որտեղ այդ մի բուլղարացի քաղաքագետ կա Կոլերով, դեռևս խոսում էր ասալայի մասին և սարսափած էր խոսում, թեև պիտի որ ասալան արդեն երկար տարիներ որևէ գործողություններ չի անում։ Ես կարծում եմ, որ լավագույնը ասալայի մասին իմանալ կարող է դրա մասին պատմել մարդ, տվյալ դեպքում Վազգեն Սիսլյանը, որը ասալայի մարդիկներից է եղել, ինքը մասնակցել է, ասենք ասած, մի շարք գործողությունների և կազմակերպման և իրականացմանը, այնպես որ ինքը ձեզ կպատմի ասալայի ստեղծման մասին, նրա առաջ գալու նախապայմանների, նաև գուցե որոշ մանրամասներ տարբեր գործողությունների մասին, ինչքանով որ դա հնարավոր է, իսկ հետո ինչպես միշտ մենք մի բանում ենք 40-45 րոպե առաջին մասը և երկրորդ մասը հարց ու պատասխանի միջոցով դրան անդրադառնում են։ Ասեմ, որ այս դասընթացում մենք ևս կունենանք առնվազն 2 բանախոս, որոնք կվերաբերեն կամ անգամ 3 կարելի ասել հայոց զինված նոր պայքարին, Գևորգ Յազычյան խոսա ընդհանրապես նորագույն զինված պայքարի գաղափարական հիմնավորման մասին, Ալեքը Ելիկոմշյան նորից կխոսա ասալայի տարբեր գործողությունների մասին, իսկ որպես զինված նորագույն պայքար, այսօր չկա Վովան Վարդանով, նաև կխոսա առաջի այդ գործողությունները Ղարաբաղյան ճակատում դիվերսիոն գործողությունների մասին է, և ոչ թե ասեմ զուտ բանակային։ Ու բանակայիններ մենք ունենք գեներալ Տավարացյանը կգա այստեղ խոսա արդեն բանակի մասին և նման բաներ։ Վազգեն խնդրեմ։ Բարև ձեզ, երևի բոլորը գիտեք գաղտնի բանակի մասին, բոլորը գիտեք նորագույն զինյալ ազատագրական պայքարի մասին, բայց ես ուզում եմ մի քիչ միտքը հասկացնեմ, ինչի համար մենք անվանում ենք նորագույն զինյալ ազատագրական պայքար։ Անշուշտ ցեղասպանության ընթացքում դե առաջ հայերը միշտ պետական շարժումով պայքարած են, ազատագրական պայքար տարած են, դրանից հետո եղավ ցեղասպանությունը, հայերի լքելը, չեմ ուզում պատմություն պատմել այստեղ, հայոց պատմությունը,
Ետքը եղավ աղաքի մեծ թաթար դարիների հետ, մինչև հայը սպիրկում վերակտնե իրեն, դեղավորվի դվյալի երկրում, ստեղծե իր համայնքը, և մեկ անգամեն կարող եք կալ 65 թվական ցեղասպանության 50-ամյակը, որտեղ ես կարող եմ խոսել հիմնական Լիբանանի մասին, այնտեղ ստեղծվեց երիտասարդական տարբեր խմբավորումներ անկախ կուսակցություններից, մեր ավանդական 3 կուսակցություններից, որ տարբեր անուններ ունեին, որոնց ամենահայտնին, որտեղ կային նաև մտավորական երիտասարդներ, կոչվում էր երիտասարդ հայ։ Ունեին իրեն ժուրնալը, բայց թշպախտաբար որոշ հայկական նորեն կողմերի ճնշումի տակ դադարեց աշխատելը, բայց միտքը բերավ ուրիշ գաղափարներ, այսինքն այդ երիտասարդները, երիտասարդ հայկական մնացյալները, որ դժգոհ էին ընդհանրապես հայկական կուսակցությունների կամ հայկական համայնքների աշխատանքին, փնտրում էին մի ճանապարհ, ինչով կարող են հայկական հարցով սպանվել, ինչպես որ բարեբախտաբար այս մարդը տեսանք 70 տարի երկրորդության հետ հասկացավ, որ իր պայքարը վերադառնալ է իր արմատներին, իր քրիստոնեության։ Եվ դա տվավ իր արդեն ծաղիկները, իր բտուղը։ Այդ փնտրտուքի ընթացքում էր, որ 73 թվականին Քուրքեն Յանիկյան անունով մի ծերունի 78 տարեկան, ես կարծում եմ մի քիչ հետո այդ 5 րոպեանոց կլիպը, որ պատրաստված է գնայինք, ինքը իր նախաձեռնությամբ անշուշտ դարիներ պայքարելի հետ, ինքը եղած էր լավ մեծահարուստ մարդ, իր ամբողջ ունեցվածքը, ամբողջ կարողությունը դրել էր հայկական հարցի, այսպես քաղաքավարի լուծման խնդրին, ամեն աշխարհով մեկ թիմեր էր, բայց միշտ մերժումների էր հանգեցրել, ոչ մեկը չէր ընդունում նույնիսկ Իրանից լսել ցեղասպանություն բառը։ Եվ այդ մարդը վերջում 78 տարեկանին որոշեց մի խենթություն անել ու Սանտա Բարբարա քաղաքում երկու թուրք դիվանագետների տեսփանի եւ իր փոխանորդին հրավիրեց իր մոտ, ասելով, որ այսպիսի բան ունիմ, հնություն ունեմ, պետք է տամ ձեզի, այս մարդիկը եկան ու ինքը սպանեց այդ երկուքին հյուրանոցի սենյակի մեջ։ Ու զանգելով ոստիկանություն ինքը զանգեց ու ասեց, այստեղ երկու հատ շուն է սատկել, եկեք տարեք։ Ինքը հանձնվեց, անշուշտ այդ ամերիկյան դատարանը շատ փորձեց խեղդել այդ դատավարությունը եւ ամեն ինչ արեց, որ քաղաքական իմաստ չունենա։ Բայց կարծես թե այդ ժամանակները այդ մի խումբ երիտասարդները կարծես թե գտել էին ինչ-որ մի ճանապարհ, նաեւ իրենք ունեին պալեստինյան շարժման որոշ փորձ եւ ճիշտ է, ես չեմ եղած այդ ժամանակ հիմնադիր կազմի մեջ, բայց ինչ-որ ընկերներ պատմած են, այդ մի խումբ երիտասարդները հավաքվելով, անշուշտ այդ երիտասարդները հավաքվելով իրենք պատրաստ էին այդ խենթությունը շարունակել, բայց որոշել էին նաև իրենց կողքին ունենալ լավ հայտնի սփյուռքահայ մտավորական մարդիկ։ Ես կարող եմ երկուքի անունը տալ, որոնք արդեն չկան, Գևորգ Աջանյան եւ Սիմոն Սիմոնյան։ Երկուքն են Սասունցի եւ անշուշտ գային եւ հոգեվորականներ, Պարսաստիճան եւ ուրիշ մարդիկ մտավորական, այս մարդիկը ուղղակի քաղաքական հիմքը դրին այդ կազմակերպության, որ այս գործողությունները որ կատարվի իմաստը ստանա, դրա համար էլ ես կարծում եմ այդ
քաղաքական եւ մտավորական հիմքը ունենալու պատճառով էր, որ այդ զինվորական գործողությունները կամ մասալա ինչ-որ գիտենք, նորագույն զինյալ ազատագրական պայքարը արձագանք գտավ ամբողջ հայության մեջ։ Ու 75 թվականին արդեն առաջի գործողությունը կատարվեց, Բեյրութի մեջ եղավ դա, ռումբ պայթեց մի գրասենյակում, որը շատ կարող է զարմանք առաջացնել եկեղեցիների, չգիտեմ ինչ միության, որը կոչվում էր Անչան։ Ու այդ ժամանակ Անչան հիմնական աշխատում էր հայերին Արևմտյան Հայաստանի մոտիկ շրջաններեն տեղափոխել ավելի հեռու տեղեր։ Ամեն ցևով աչացում էր, որ հայը հեռանա արևելքեն այդ մոտիկ շրջաններեն եւ Սիրիայից եւ Լիբանանից եւ արաբական բոլոր երկրներից, որոնք մոտիկ էին Արևմտյան Հայաստանին, մեր պատմական հողերին։ Եվ գործողությունները այդպես շարունակվեցին։ Դենք Յանիկյանն է դուս հետո շարունակել 5 րոպե։ Կարելի է։ Ուրեմն այստեղ 5 րոպեանոց Մանա, որ ասաց Յանիկյանը 73 թվականի դա է։ Չեստեղ ձայն հա, ձայն Baltimore հյուրանոցում ծերունին գյուղրիժարու Սարմասրտորենյան դեղահարում է Լոս Անջելեսում Թուրքիայի պատոսին և նրա տեղակալին։ Բռնարարքի լուրը կայծակի արագությամբ տարածվում է աշխարհով մեկ։ Արդարության ոգին հրաբուխ դարձած դուրս շայթվեց և այրեց Հայդատի թաղում կատարողների դեմքերը, մաքրելով տասնյակ տարիների մոռացության փոշուզների դատը, հայկական դատը։ Անհատի անունն էր Գուրգեն Յանիկյան։ Ծնվել է 1875 թվականին Գարինում, 8 տարեկան էր, երբ իր աչքի առաջ թուրք ոսոկը կտրում է ավագ եղբոր գլուխը։ Առաջի աշխարհամարտի ժամանակ մասնակցում է մարտական գործողությունների, ականատեսել են ու ցեղասպանության բազմաթիվ պահազարվող հետևանքների։ Մանուկ տարիներին ապրած հոգեկան ցնցումը նորոգվում է հազարավոր նոր տեսարաններով, և այդ օրերից ոգին լցվում է վերջնատվության հաստատականությամբ։ Տարիներ առաջ, որպես կապոլոր, ես տեսել եմ մեր հայրերի գետեր արյունով ներված, տեսել եմ թե ինչպես մեր գիտերյանիքները տանում էին իրանց հետ մեր հարցակների անշունչ դիակները, անշունչ կտված գլուխները, կացնահար առած հայուն բանիկները, հայունական եղած մեր մայրերը ու բռնաբարված մեր գույրերը։ Տեսել եմ այս բոլորը ու սարսափել, թե ում է մարդության խիրջը, որտեղ է պահվել արդարության աստվածը, սպասենք։ Գրական տաղանդը, հզոր ինտելեկտը, պատմական և քաղաքական գիտելիքները, կյանքի հարուստ փորձը մեկտեղելով երկար տարիներ Յանիկյան աշխատում էր մի կարևորագույն ծրագրի վրա։ Ինչ սցենարով, ինչ ծախսով ֆիլմ է նկարահանում, որտեղ պիտի արվեստի ամենազոր ուժով, թե Եղեռնի սարսափները, թե այն ծնող պատճառները և թե աշխարհի հզորների լիիրբ անտարբերությունն ու հանցավոր համաձայնությունը ջարդարարների հետ։ Ես ուզում եմ այնպիսի աղմուկ բարձրացնեմ, որ ոչ միայն Ամերիկան, այլև ամբողջ մարդկությունը չկարողանա անուշադիր թողնել մեր ցեղի արդար պահանջները։ Ուզում էի ստեղծել մի իրավիճակ, որի արդյունքում լինելու էր հայկական նյութը, գրեց Յանիկյանը Սան Լուիս Օբիսպոյի բանտում։ Սակայն ֆիլմի ծրագիրը փշրվեց բախվելով թուրք-ամերիկյան հաստատես տանդեմին։ Մեծ ազգերը նրանց անձնական շահերի համար նվեր են դրել տաջիկ կոչված Սիբիրիայի Տափաստաններից եկած մոնգոլյան ցեղին պատկանող արյունարու գազաններին ոչ ոք ազգին։ Մինչև երբ ասենք։ Գուրգեն Յանիկյանը արդեն 78 տարեկան էր, իր որդեգրած պայքարի միջոցների արդյունավետությունը կասկածի տակ առնող մտքերը ավելով ավելի հաճախ էին այցելում իրեն, իսկ մանուկ օրերից անբաժան մի լուսանկարից սիրելի եղբոր պատկերը մեծանում ու հատուցում էր պահանջում։ Ես զգում էի, որ մենակ նա չէ, ես գիտեի, որ երիտասարդ ցեղակիցները ոչ միայն դարձնելու էին իմ պարզած ազատությունը,
կառավարության ու արտադրության դրոշները ավելի բարձր էին բարձրացնելու ու տանելու էին ու հասնելու մինչև Մարարանի գագաթը և բարձելու էին այդտեղ Ծերունի վիժարվի գործողությունը ուղղված կոչերը թունդ հանեցին հայ երիտասարդության հոգիները և մեծագույն խթան հանդիսացան Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծման համար։ Տարբեր երկրների հայկական համայնքներից տասնյակ երիտասարդներ շտապեցին համալրել գաղտնի բանակի շարքերը։ Ձևավորվեց մի շարք մարտախմբեր, որոնց պարբերական գործողությունները և դրանց հաջորդող հայտարարությունները վերարնացրին կորուսյալ հայրենիքի և ստանալու հայության հույսերը։ Ես գիտեի, որ անհատս մենակ մալու չէի, հազարավոր ինձ նմանների կրսկերում նույն ռադուխն էր կյանք առնելու ու մեր բայրակ թշնամի թուրքից պատասխան պահանջելու։ 1973 թվականում վարի 27 Միացյալ Նահանգների Սանտա Բարբարա քաղաքում Բալտիմոր հյուրանոցում ծերունի մի օրը ժառու սառնասրտորեն գնդակահարում է Լոս Անջելեսում Թուրքիայի Պատոսին և նրա տեղականին։ Բռնարարքի լուրը կայծակի արագությամբ տարածվում է աշխարհով մեկ։ Արդարության ոգին հրաբուխ դարձած դուրս շայթվեց և այրեց Հայդատի թաղում կատարողների դեմքերը, մաքրելով տասնյակ տարիների մոռացության փոշուզների դատը, հայկական դատը։ Անհատի անունն էր Գուրգեն Յանիկյան։ Ծնվել է 1885 թվականի Գարինին, Այստեղ Յանիկյանը, որ խոսքեր էր ասում, որ անհատս մինակ չպիտի մնամ, դա վերաբերում էր կոնկրետ գաղտնի բանակին և անշուշտ նաև այլ գազམ་աջակցություններին, որ հայկական սպիրկում ծնվեցին Սերասպանյան մարդիկներ, Ասալա, հեղափոխական բանակ, բայց 75 թվականին գործողությունները սկսեցին, մի քիչ երևի ես խոսեմ որպես անհատ, թե ոնց կատարվեց, ոնց ինչպես երիտասարդը իր փորձով գնաց դեպի այդ քայլը, ու 75 թվականին ես էլ 16-17 տարեկան էի, լսեցի այդ լուրը ու նույն ժամանակները արդեն լիբանանի պատերազմներ, ես էլ ստիպված զենք էի վերցրել հայկական թաղամասերը պաշտպանելու խնդրանքով ու այնտեղ գամած դե հայի սովորություն է, բոլորս ուզում ենք մի բան անել, բայց մի բան անողին էլ ընդհանրապես անտեսում ենք, ասում ենք մի հատ բան եղավ, խենթի մեկն էր, եկավ գնաց երևի կանցնել։ Մի քանի շաբաթ անց նորից մի ռումբ բայթում է, մի թուրք դեսպանատան թեմա, մի քանի ամիս անց նորից մի ռումբ բայթում է, բայց այս բոլոր դարիներին ոչ մեկը չի ցերպակալվում, արդեն շշուկներ է գնում հայերի մեջ, որ ես սրանք հայեր չեն, սրանք պաղեստինցիներն են, երևի քուրդերն են և այլն, հայը չի կարող այդպես բան անել։ Ու եկավ այդ ժամանակը, որ մոտ ժամանակները երևի բանախոսներ են, մեկը ինքը կլինի, մեր առաջի ընկերն էր, որ Ալեք Յանիկոմյանը, որ Ժնևում ռումբ պատրաստած ժամանակը հյուրանոցի սենյակում իրա ձեռքի մեջ բայթում է ռումբը, աչքերը կուրանում են ու մի ապը գործնում են ու այնտեղ բոլորը զարմացած հասկանում են, որ սրանք իսկապես հայեր են։ Անշուշտ ես գիտեի, քանի այդքի որոշ ժամանակ առաջ գազམ་աջակցության անդամ էի ու արդեն ես էլ գալցեցյալ քյուրդերու կամ պաղեստինցիներու շարքին էի։ Երևի ես մի քիչ կենտրոնանամ նաև Վան գործողության մասին, որը ըստ քննադատականի իմ ընկերների և այլն գաղտնի բանակի կարևոր գործողություններին մեկն է, որը նաև ունեցավ շատ լուրջ դատավարություն։
81 թվականներ նորից որոշվեց կազմակերպության անունից, որ պետք է լինի գործողություն, բայց այս անգամ ոչ թե թուրքին խփելու փախիլ, այլ կամ այնտեղ նահատակվել կար, կամ պետք է հանձնվեինք ոստիկանության ու գնայինք դատի։ Իր զարմանալից ես զարմանում եմ ուղղակի, մեկ անգամ ինձ առաջարկեցին, այս խումբը դու պիտի ղեկավարես, 4 հոգի մարդ պետք է լինեն։ Ինչ որ խումբը ընտրեցին, խմբի ղեկավարը ես էի, փոխղեկավարը Գևորգ Գյուզելյանն էր, խումբի անդամները Արամ Բասմաջյանը եւ Հակոբ Ջուլֆայանը, որ նաեւ ապրում է Հայաստանում, որ շենքում էլ աշխատում է։ Ես ճիշտ ասած ժամանակ խնդրեցի, պահանջելով, որ ինձ մի շաբաթ ժամանակ դուր մտածեմ կարելի է գնալ այդ քայլին, թե ոչ։ Բայց երբ որ դու արդեն որոշել ես, ավելի լավ արիք չլինի։ Քանի որ մենք արդեն տեսել ենք որպես երիտասարդներ, ես կուզեի ասել նաև ինչի համար այդ պայքարը զարգացավ եւ հայության մեջ ինչ-որ արձագանք կտավ։ Շատերը կարծում են, որ դա մենակ թուրքին խփելու համար, երկու հատ թուրք բագասեցնելու համար է։ Բայց մեր նպատակը նա է սպիրկը վերադարձնել էր իր հայությանը, որ կամաց արդեն հեռանում էր հայությունից, հեռանում էր իր պայքարից, հեռանում էր ընդհանրապես հայկական դատից։ Ուրեմն գործողությունը որոշվեց, ես ընդամենը սեպտեմբերի 19-ին գնացի Փարիզ, ուսումնասիրելու տեղանքը իմ վրա դրված էր թուրքական հիպատոսարանը կամ մշակութային կենտրոնը կամ դեսպանատունը։ 3 տեղերը ուսումնասիրեցի, ամենադժվարի եւ ամենահետաքրքիրը հիպատոսարաններ, որտեղ միշտ մարդ էր լինում, այնտեղ աշխատանքը շատ էր ու ավելի հայտնի փողոցի վրա էր։ Մշակույթի կենտրոնը ես ճուզեցի միայն մեկ բանի համար, նախ տունելի մեջ էր, երկրորդը թուրքական ինչ մշակույթ լինի, որ իրենց կենտրոնն գրավվի։ Ու արդեն որոշել էի մտա դեսպանատուն, պլանները, բաները ամեն ինչ նայեցի ու նստա աշխատելու։ Մինչև որ իմ ընկերները հերթով եկան օրերու ընթացքին, երկու ընկերները եկան ամսի 21-ին սեպտեմբերի, 4-րդ ընկերը 23 սեպտեմբերի երեկոյան։ Իսկ գործողությունը որոշված էր կատարել սեպտեմբերի 24-ին։ Ինչի համար 24-ին, քանի որ Ֆրանսուଆ Միթերանը նորընտյալ նախագահ էր եւ պիտի ունենար իր առաջի մամլո ասուլիսը հերոստացույցով ու իր ծրագրի մեջ կար իրավազրկված ժողովուրդների այսպես պաշտպանելու խնդիրը որպես սոցիալիստ ու այնտեղ նշված էր մի քանի անհայտ ցեղախումբեր քյուրդը ինչ որտեղ բաղեստինցին եւ չեմ գիտեր ինչ որ ցեղախումբեր ասենք ուրեմն հայերը իրավազրկված ժողովուրդ չեն այսքան բան եղած է դրա համար էլ տղեկս 24-ին պիտի անենք գործողությունը այսինքն ամսի 19-ին ես գնացի 21-ին երկու ընկերները եկան ու արդեն որոշեցինք որ այդ օրը 24-ին պիտի անենք ու այդպես արագացնելով մեր 4-րդ ընկերին նանջեցինք դեպի Փարիզ ուրեմն հիպատոսարան մտնելու մեր բանջները հետևյալն էին Թուրքիայի բանդերից ազատ արձակել բոլոր հայ քաղաքական բանդարգյալներին երկու հոգի անվանական անուններ տվել էի Հրանտ Գյուզելյան եւ Երգատյան, Մանվել Երգատյան, Վարդապետ
երկու հոգևորական էին։ Ու պահանջել էին նաև 5 քյուրդ քաղաքական բանդարգալի ազատ արձակվելի և 5 թուրք քաղաքական բանդարգալները ազատ արձակվելի։ Նաև մեր պահանջների մեջ դրած էինք Արևմտյան Հայաստանում գտնվող մշակութային գոտորներու պաշտպանությունը Եվրոպայի տվյալ երկրների կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդկության այդպես մշակութային գոտորներու պաշտպանությամբ։ Մենք քանի էստեղ եմ արդեն կարող եմ ասել, որ մեր այդ գործողությունը վան գործողություններ կոչվում հաջող անցկացրին, հակառակ որ պատոսարանը կար 40-ը ավելի զինված մարդ, առավել դրան ֆրանսիացի ոստիկանները հարձակվեցին մեր վրան, մեր կողմից 2 վիրավոր ունեինք, մեկը ես, մեկը Հակոբ Ջուլֆայանը, թուրքերի կողմից Հիպատոսարանի ապահովության պատասխանատուն, փոխ Հիպատոսը և մի պատանդ վիրավորվեցին։ Ոստիկանը մահացավ, փոխ Հիպատոսի և այդ պատանդը ուղղակի վիրավոր դուրս եկան։ Ասեմ, որ արդեն 15 րոպե ետքը Հիպատոսարանը մեր ձեռքում էր, մենք մեր պահանջները ներկայացրինք, բարգատրեցինք լրագրողներին, որ անպայման կարդան բոլորի դիմաց, ոչ թե ոստիկանությունը տանի ու բայե ու խեղաթյուրեն։ Նույն ժամանակ արդեն անցել էր քանի ժամ, բանակցություններ էր գնում, մենք 12 ժամկետ տվել էինք, որ այս բանդարգալները ազատագրեք, ուղարկեք այդ հանձնախումբը, որ հայկական մշակութային գոտորները պետք է պաշտպանեն։ Ընթացքում արդեն սովորական երևույթներ են ոստիկանության հետ, քանի հատ պատանդ կա, ով չի գա, ինչքան սնունդ բերենք և այլն։ Այս քանի վերքը ծանր էր, ես 6-7 ժամ ետքը ստիպված դուրս եկա Հիպատոսարանից ու կարող եմ ասել այդ նույն ժամանակ գոչ էին կարել ֆրանսահայության, որ դիգում կաննեն մեզ։ Նույն գոչը նաև լսեց թուրքերը ու փողոցի Բուլվար Օսման կոչված փողոցի մի մասում հայերն էին, մյուս մասում թուրքերը, նույնիսկ ահագին փախումներ եղած էր, թանակով իրար խփել և այլն, մի կողմից քորում էին ազատություն հայ քաղաքական բանդարգալներին, թուրքերը քորում էին մահ տերորիստներին։ Ու այդպես ես չեմ ուզում շատ մանրամասն պատմել, ուզում եմ ձեր հարցերին ավելի շատ երևի չէ թող մնա, ավելի լավ է պատմենք երևի։ Ուրեմն քրաղումը ես արդեն վիրավոր դուրս եկա, մահակունի հետ կոմա կոչված վիճակի մեջ էի, չէի գիտեր այդ 5 օր, 6 օր ինչ եղած էր, բայց ընկերներս 16 ժամ բայել են ետքը, արդեն համալսարանության եկել էին ոստիկանության հետ, ինչպես որ մենք ծրագրավորել էին ու հանձնվել էին ոստիկանության։ Մոտ մեկ ամիս 10 օր հետո այդպես իրար միացանք, մեր առաջի պահանջը եղավ, որ մենք իրար հետ լինենք ու մեր երկրորդ խնդիրը եղավ, որ մեզ ընդունեն որպես քաղաքական բանդարգալ։ Դա մեզ համար շատ կարևոր խնդիր էր լինել քաղաքական բանդարգալ, բայց քանի որ Ֆրանսիան Միտերանի կալենի հետքը քաղաքական բանդարգալի ստատուսը արդեն հաներ էին, բոլորին ազատ արձակել էին, այդ ժամանակ մեզ ինչ-որ նշանակեցին այսպես հատուկ ռեժիմ կոչվածի տակ, որ մինակ մեր 4-ն էինք։ Ու նույն ժամանակ արդեն մեր պահանջները ներկայացրինք ու անպայման պահանջեցինք ֆրանսերեն դասընթացներու մասնակցել, հետևել, թե ինչպես կգազմագերվեին, դա իրենց պրոբլեմներ։ Մեր նպատակը հետևյալն էր, պատրաստվել
թագավարության եւ պատրաստվել այն ծևի, որ ոչ թե թարգմանիչի միջոցով մենք արտահայտվենք, այլ մենք արտահայտվենք, որ խեղաթյուրում չլինի այնտեղ մեր խոսքերի մեջ։ Անշուշտ թուրքերը մի քանի անգամ բանդում փորձեցին մեր դեմ ինչ-որ վնասակար գործեր կատարել, մենք կրցանք գլուխ անել, նահագին լավ գրիվ եղավ։ Ահագին վիրավորներ ունեցան թուրք, արաբ եւ այլն, հիմա արաբ ասում եմ, արաբի թշնամի խնդիր չկա, այստեղ նորեն իսլամի ֆակտորը մեջտեղ օգտագործվեց, որ մեզի վնասնան։ Եվ ուղղակի սկսանք պատրաստվել թագավարությանը, ու թագավարությունը անպայման ուզեցինք լինի քաղաքական եւ լինի Ֆրանսիայում գոյություն ունեցող բոլոր հայ քաղաքական կուսակցությունները կամ կազմակերպությունները անպայման մասնակցին ու տարբեր սերունդներն մարդիկ մասնակցին ու խոսին ցեղասպանության մասին։ Մի քիչ ավելի երևի մանրամասն պատմեմ կոնկրետ դատավարության մասին։ Դատավարությունը սկսվեց ուղիղ 2 տարի 4 ամիս ետքը հունվարի 24-ին, այսինքն դատավարությունը սելով ես ուզում եմ ասեմ վերջը արդեն վճիրի այդ պահերը։ Դատավարությունը սկսվեց, առաջի դատավարությունը սկսելուն առաջի խոսքը դրվեց մեզի, մենք նորից հայտարարեցինք հատուկ տեքստ պատրաստել էինք երկու էջանոց, նորից նույն գործողությունը վերս տանցնեցինք, ասեցինք երբեք չենք զղջում եւ այլն։ Այդ մեկը եղավ, երկրորդ խնդիրը արդեն մեզի անպաստանելու հարցերը գալիս էին, առաջինը հրավիրեցին հոգեբույժ, որը պիտի ներկայացներ, որ մենք ինչ-որ հոգեկան այսպես ապրումներ, խախտում եւ այլն ունեցել ենք, այդ նույն մարդը եկել էր նաեւ մեզի հարցակնելու, մենք իրեն արդեն ասել ենք, որ հանդարտ մեր վրա ավելորդ բաղասպաններ չանես, մենք ամբողջ գիտակցությամբ գնացել ենք այդ գալին, մենք խելքեր չենք, ոչ էլ այսպես երազոտ ինչ-որ մարդիկ ենք, այդ մարդը, այդ ամենը կարծած, որ ամբողջ գիտակցությամբ այս մարդիկը արել են այս գործերը, ուզում եմ շեշտել այդ բանը, որ Սողոմոն Տերվիլյանի բարակային, որ ցեղասպանության ապրումները եւ այլն այդ բաները մենք այդ օրվա համար չուզեցինք, որ չասեն նորեն հայը աստվեր է, գիշերը վատ երազ դեսեր է, ցեղասպանություն եւ այլն եկել այսօր վրեժ է լուծում ինչ-որ բանից, մեր խնդիրը վրեժը չէր նախ ասեմ, մեր պահանջատիրությունը ավելի շատ։ Դատավարության ընթացքին եղան մեր կողմեր մեր մայրերու վկայությունները, եղան պատմաբաններ եւ ֆրանսիացի եւ հայեր եւ տարբեր մարդիկ, տարբեր սերունդներ մարդիկ եկան խոսացին, նույնիսկ այնտեղ կարևոր դրվագներ կան, եկավ նաեւ Մելինե Մանուշյանը, չգիտեմ, եթե հիանալսում եք, Միսակ Մանուշյանի այրին, որը Ֆրանսիայում որպես ազգային հերոս ճանաչված կին էր։ Ինք որ թատարան մտավ, ամբողջ թատարանը ոտքի կանգնեց, նույնիսկ թատավորած։ Իրենք հերոսների համար, ազգային հերոսների համար մեծ հարկանք ունեն։ Ու այդ կինը երկու բառով ասեց, գերմանացիները ինձ էլ ասում էին ահաբեկիչ է, բայց ես Ֆրանսիայի համար արեցի, ես ազգային հերոս եմ, այդ ինչ որ այս դղակը, որ այստեղ նստել են, իրենց ազգի համար։ Այսինքն ես ուզում եմ ասել, դատավարությունը այդ աստիճանի գնաց, որ թուրքը չի կարողացավ այնտեղ, նույնիսկ Ֆրանսիայի դատարանը չի կարողացավ դնել ահաբեկչություն բառը։ Մի քիչ ետ վերադառնամ, քանի մոսա ասեմ, դատարանը չսկսած արդեն դատավորը ինքը ելավ ու առաջի հայտարարությունը արեց, խոսքը հաստատ քննում էր թուրք
հյուպատոսին, որ մենք վիրավորել էինք, որպես դուժոնկում ինքը նստած էր մեր դեմ, ու խոսքը ուղղելով կոնկրետ այդ մարդուն ու թուրքերին, ասեց, ես պահանջում եմ այստեղ ահաբեկիչ կամ տերորիստ բառը չարտասանվի, կամ կասեք Համբաստանյանը, կամ կասեք մարդու անունը։ Մենք արդեն իսկապես հանգիստ էինք առաջին րոպեին, որ անունը արդեն մեր վրից գնաց, դրա համար մի բան կար էստեղ, որ գրված էր ահաբեկչություն, թե դիմադրություն, դա ֆրանսիայում պատրաստված մի բան էր։ Դատավարության ընթացքին Մերինա Մանուշյանեն եղավ նաև ուրիշ մարդիկ, եղավ նաև թուրք պատմաբան, որը Անկարայի պետական համալսարանի եղած էր ռեկտորը, Թուրքայա Ատայով, որը միայն ժամանակ եղած էր ներքին գործերի թե արտաքին գործերի նախարար։ Այդ մարդը եկավ 2 ժամ թուրքական թեման բացատրեց, որ ցեղասպանություն չի եղած, էշկոմ հետքոն դատավորը մի 10 անգամ գերելի միջամտեց, որ գարջի գաբել գնա հերիք է սուտ խոսես եւ այլն, համարյա այդ աստիճանի հանդիմանելով այդ տարիքով մարդուն։ Ու 7 օր էսպես, առաջի օրը մեր վրա հանցանքներ, որ երևի մի քանի դասնյակ, մի 100-ը հասնող անպաստանություններ կան, զենք կրնել, ոստիկանի վրա գրագել, էսկոմ գրագել, աստարարել, ռումբ պահել եւ այլն, 60 բադանք պահել, այդ բոլորը գալտալեն ետքը, մենք մտադեցինք ամեն մի անպաստանության հետ մի տարի տակ, կոնը մի 30-40 տարի այդպես գնալու է, ինչին մենք պատրաստ էինք ծմաղ բանդարության։ Ու արդեն եկավ վերջի պահերը, գլխավոր դատախազը պահանջեց, ինչ որ մի 5 տարի, 7 տարի, 10 տարի, մենք նորեն մեր թիրքերեն ելելով փողոք հարգեցինք վճիրը, ասելով որ կամ մեկ բոլորին նույն պատիժը կտակ, կամ էլ մերժում ենք։ Դենց մի բան, ծմաղ բանդարգություն տվեք, բոլորից տվեք, կամ մեկը 5 տարի, մեկը 7 տարի չի կարելի, բոլորս նույն գործը կատարել ենք։ Ոնց որ այդ մեկին ալեն թարաչեցին ու վճիրը գարտալու ժամանակ բոլորիս վճիրը եղավ 7 տարի։ Ու ընթացքում արդեն որ վճիրը կայացավ, մենք արդեն մեղավոր ճանաչվեցինք, այսպես մեղմ ասած, որոշեցին վնասի հատուցման հարցն ալենդեր քննարկվի եւ ամեն մեկիս վնասի հատուցման խնդիր թերին մոտ 700,000 դոլարի պատմություն, կամ դրա դիմաց բանդարգություն։ Այս վճիրը արձակելու ժամանակ Թալիջում նստած մի 400 հայ կար երևի։ Բոլորը ինչ գրմանին մանր փողեր կար սիմվոլիկ ձևով, ով կարողացավ բռնեց ու այդ թուրքի վրա գցում էին։ Ասում են, այս տղեկին ազատելու համար այդ վնասի հատուցումը ինչ է, ու գցում էին։ Ու մեր գոմեն հայտարարություն եղավ, ասելով, որ մենք պատրաստ ենք այդ ամեն մեկս 700,000 դոլարը վճարել, եթե թուրք պետությունը համաձայնվի վճարել հայերու տված վնասների դիմաց եւ վերադարձնել մեր հողերը։ Ամենանդեպս վճիրը այդպես վերջացավ, ես նորից ուզում եմ, կարծում եմ հարցեր կլինեն, անպայման կպատասխանեմ, ավելի մանրամասն կպատասխանեմ։ Վճիրեն ետքը դատավորը մտավ մեր մոտ, ասեց տվեք, ինձ կներեք, որ ես 7 տարիով թադեցի, իմ մեղավորությունը չէր, դա պետական որոշում էր, ինչ որ պայմանագիր ունեին թուրքերի հետ,
120 թե 125 հատ ռազմական օդանավարնելու եւ թուրքերը պայման դրած են, ինչքան գտադեք այս մարդկանց, այդքան օդանավ կվերցնենք։ Ու հաշվելով ամեն մեկից 7 տարին, եթե այդ ժամանակվա թերթերը եւ արխիվները նայեք, կան այդ բաները, 28 օդանավ վերցրին։ Ու 5 տարի հետո նույն պատմությունը Փանդում որոշ ժամանակ այդպես անցկացնել են ետքը, այսինքն Ֆրանսիայի օրենքներով ամեն 12 ամիսը համարվում էր 15 ամիս փանդարություն։ Դուրս եկած ժամանակից նորեն անհայտ ուղղությամբ էին ուղարկելու ֆրանսիացիները ինչ որտեղ պայմանավորվել էին թուրքերի հետ, որ օդանավը տեխնիկական անսարքության պատճառով պետք է իջներ Թուրքիա կամ մոտիկ միտեղ, մեզ իջացնեին այնտեղ, անցնեին Թուրքերուն, նորեն արևդրական մտքերը ելնելով։ Մենք իմացանք այդ պատմությունը, քանի որ մեր ուղղությունը անհայտ էր, ամեն ինչ անհայտ էր, մենք օդանավը մերժեցինք, մեզ նորից տարին դատարան, նորին դատավարություն, բայց ուզում էին մեզ մեալ ազատվեին այդ ֆրանսացիները, արդեն դարձել էինք լավ պրոբլեմ իրենց համար։ Քանի մեզ չէին կարողացել նախ դատել որպես ահաբեկիչ, ժողովուրդը միշտ մեր կողմին էր, մենք ամեն օր համարյա Փանդում մի պրոբլեմ սարքում էինք Փանդի մեջ, իրենց կողքին, ամեն անգամ մի բան պահանջելով, էս պահանջելով եւ այլն, այսինքն օրինակի համար բանդարգյանները շաբաթը մեկ կամ երկու անգամ կես ժամվա այցելություն ունեին, մենք պահանջել էինք ամեն օր 1 ժամեն ավելի։ Տելևիզիոն արգելված էր, մենք պահանջել էինք անպայման տելևիզիոն բերել, ոչ թե տելևիզիոն դիտելու այդ վիճակից ելը, ուղղակի նեղություն տանք այդ մարդկանց։ Այդքան էր մեր դուքը։ Եվ մեզի օդանավ մերժելը օրենքով 1 տարի փանդարություն է հասնում նորեն։ Դատարանում նորեն որոշվեց, որ այս մարդկանց պետք է տանենք միտեղ, պահենք հսկողության տակ, մինչև որ որոշվի ուղղությունը, օդանավը ու քնան։ Մեզ տարին մի զինվորական զորամաս, այնտեղ մի շաբաթ մնացինք, ետքը արդեն վերջնական որոշվեց ինչ օդանավով պիտի քնանք, ով պիտի քնանք, ով տեղյակ է, ով տեղյակ չէ։ Ու օգոստոսի 6-ին էր մեր ուղղությունը եղավ դեպի Բեյրութ օդանավակայանում իջան, ֆրանսիացի լրագրողները այնտեղ էին, ֆրանսերենով հարցեր էին տալիս, երևի պետք է շատ քրտեստեր դրում, ես ասում ֆրանսերեն մի հարցնեք արդեն ես կորչունում ձեր հետ, թողեցինք դուրս ելանք ու երևի ցենց ասեմ, ոչ հյուրանոց գնացինք հանգստանալու, ոչ տուն գնացինք, ոչ ընտանիքի անդամներին տեսանք, մեքենաները նստեցինք եւ մի զավեշտալի դեպքեր պատահեց, այդ ժամանակ Լիբանանի օդանավակայանը սուրիական զորքերը հսկում էին, մեզ Սուրիայի գաղտնի սպասարկությունը այդպես ծևական ցուցադրական ծևով վերցրեց, տարավ իրենց կետրոնը, մենք էլ մի քիչ տիպիզություն արեցինք, գնաց կետրոն, տեղեկացել է, որ այս տղեկը մեր մոտ են, եկել են ինչ պիտի անենք, Peugeot 504 էր, մեքենան բանալին թողել էր մեջը, քշեցինք ու գնացինք։ Գնացինք տղերքի մոտ, տղերքի հետ միասին, մեկ անգամ են նույն գիշեր արդեն ռազմակայանում էինք։ Դրանից հետո արդեն 87 թվականին մի քանի ամիսներ ռազմական մնալեն ետքը, արդեն պայմանները, ապահովական պայմանները ընդհանրապես Լիբանանի տարածքում են չէին, պետք է ռազմակայանը թեթևանար, մենք ահագին հայտնի ենք արդեն, ու ասեմ, որ Փանդեն դժբախտաբար 4 ընկերներ, որ ողջ մնացինք, մեկը Փանդում
ինքնասպան եղավ, այնտեղ հոգեկան ճնշումներ կար, տարբեր ձևի մեզի իրենք էլ իրենց կողմից ճնշումների ենթարկում էին, այսպես ասած ֆրանսիական կուլտուրայով, հոգեկան այդ վիճակով մեր ընկերները մեկը ուղղակի չդիմացավ ու կասկածելի այդպես պայմաններով ինքնասպան եղավ իր սենյակում։ Մի քանի տարի դիմեցի, որ Հայաստան կամ քանի ընդհանրապես ես Հայաստան եղած չի, ես իքոնը մի հատ դեսնեմ Հայաստանի այդ տարածքը, որ կոնեմ հայ ժողովուրդն է ապրում, ես որոշել էի ագերդ ասած գնալ Կանադա, Լիբանանի պատերազմից էլ փախել։ Բայց այդպես ստացվեց, որ 1 տարի, 2 տարի, 3, 4, 5 անգամ իմ թիմում Հայաստան քալը մերժվեց, մինչև որ 90 թվականին զանգեցին ինձ, ասեցին դու Հայաստանին հրավերք ունես, 3 ամսվա վիզա ունես, գնա Հայաստան, 90 թվականին եկա Հայաստան ու այդ քալս էր երևի մի ամիս չանցած կարելի ասել ազատագրական պայքարի երկրորդ փուլը իմ համար, թե երրորդ փուլը համարեմ Արցախյան ազատամարտի առաջի փամփուշտների երաստի կողմերը փախտ ունեցագրագելու եւ արդեն կարող եմ ասել մնում եմ Հայաստանում, ապրում եմ այստեղ ու պայքարը իմ համար շարունակվում է ու հիմա ես Կարծում եմ անցնենք հարցերին, հարցերի միջոցով ինչ հարցեր կան, ընտրեմ։ Այո, անպայման։ Ուրիշ հարց, մի քիչ կարելի է գաղափարական իմաստով գաղափարի մասին եմ իմանամ եւ հապաղում է բառի մասին, հայ ազատագրության, հայ գաղթի բանը։ Այդ գաղթի բառի առկայությունը չեմ հասկանում, որովհետեւ շատ բաներ կա, այդքան էլ գաղթի չի, մանավանդ ամենայն դեպս օպերացիաների կամ գործողությունների, միևնույն ժամանակ մյուս թեկուզ լիբանանյան հեղափոխական կազմակերպությունները, որոնք արել են տերորիստներ համարում, այդ ահաբեր չգիտեմ ինչ ասեն, այդ գործողությունները, որ արել են, ինչ ավելի գաղտնապային է, գաղտնապահության մասին ուզում եմ խոսեմ հասարակային, ուզում եմ ձեզ Ես ընդհանրապես քաղաքարականի մասին այդքան չի կենտրոնացա, քանի հետոյվա իմ ընկերները ավելի մանրամասն իրենք արդեն փորձ ունեն, հասարակոս եւ այլն, իրենք կպատնեն, բայց քաղաքնիությունը հետեւյալի մեջ էր, շատ բարձ էր, որ պիտի անպայման քաղաքներ լար, որ կարելի է լար իմանալ, քանի որ բացի թուրքեն դժբախտաբար նաեւ հայերեն պիտի զսկուշանային Մեր բարակային նույնիսկ իմ ընտանիքի անդամները մինչև բացահայտվել է չէր գիտեր ես ով եմ ինչ եմ։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ Բեյրութում ես գիտեի, որ իմ եղբայրն է կազմակերպության համագիր է, բայց հետո բարձրվեց, որ մի հատ քույր ալ ունեմ, քույրս անդամ եմ։ Մեզ քաղաքնության խնդիրը զուտ ապահովական խնդիր էր, մանավանդ որ հայը ոչ պետություն ուներ, ոչ այսպես ասած անգախ հայրենիք ուներ, ստիպված էր այդ քաղաքի բարը անպայման շեշտել ու տնել, պարտադիր էր հետի։ Հասարակության Երևանի պետական համալսարան, ես ցանկանում եմ քիչ էմոցիոնալ հարմար հաստատել, կամ այն անձնական բան եմ ասում, բայց ովի շատ է դարձել, դուք գիտեք, որ դուք կարող եք մահանա, կարող այդ ժամանակ թուրքից բացի նաև ֆրանսիացի մահանա, այլ ինչ որ պահանջատիրություն էր, բայց իմ կարծիքով էմոցիոնալ ինչ ապրումներ ունեք այդ բանին ու արդյոք այդ մենակ պետական գաղափարախոսությունից ելնելով կարելի է բնալ քարի ինձ
ասել եք։ Ուրեմն ես ասեմ, երևի արդեն նորից վերադառնամ գործողության, այնտեղ գործողության ընթացքը քննարկում էին ղեկավարության հետ, լա Հակոբ Հակոբյանը, լա Մոնտե Մերկոնյանի հետ, վերջի շաբաթները միշտ իրար հետ են վարակում։ Ուրեմն հարցը դրված էր հյուպատոսարանի գրավում։ Հյուպատոսարանի գրավումը եթե պիտի տանեինք քաղաքական ճանապարհով, այնտեղ անպայման հարձակման ժամանակ հնարավորին չափ զոհերի թիվը պետք է քիչ ելար, այսինքն ըստ դեպքի 1 կամ 2 սպանված մարդը ավելի չպիտի ելար, որ կարողանայինք ֆրանսիացիներու հետ ասենք բանակցություններ վարել եւ այլն, ու այդ դեպքերը, մահացու դեպքերը եթե եղան, դատարանում նույնիսկ ապացուցվեց, որ առաջի գրագողը իրենք եղան, այո, հարձակողը մենք էինք զենքով, բայց առաջի գրագողները, միշտ վիրավորողները իրենք եղան, մենք միշտ պատասխանեցինք ու դատարանի մեջ հետի ապացուցված դեպքեր, իսկ ինչ կվերաբերի մեր մասին, երևի միշտ հարցում են հետո են մտածում, որ կարող են մահանալ, երբեք չենք մտածում դրա մասին, քնում ենք ինչ-որ մի գործ հաջողացնել, մեր ուսերին տրված ինչ-որ բարտականությունը կատարել, իսկապես կարող ենք մահանալ, իմ վերքը շատ ծանր էր, ես ինքոր կոմայի մեջ էի, բայց երբեք չենք մտածում մահվան մասին, իսկ ինչ վերաբերվում է, այսպես եթե ճիշտ հասկացա, անմեղ զոհեր եւ այլն, եթե տենց մտածենք, երևի ամենաանմեղը մենք կլինեինք, այդքան որ իրավազրկված ենք։ Ու օրդի դեպքեն ավելի բան պատմեմ, ֆրանսիացի զոհվելու եւ այլն բանի մասին, շատ քննադատվեց օրդի գործողությունը, որ մի ֆրանսիացի այնտեղ երիտասարդ զոհեր էր, Գարզեն Բլանշար էր ազգանունը, ու փանդում մի հատ լավ ընկեր ունենք, որ ազգանունը Բլանշար է։ Ու արդեն օրլիի գործողությունը թերթում գարտում ենք այդ անունները զոհվածների, ասեցինք այս տղան հիմա դուրս պիտի ելենք ու պիտի վրա տա մեզի։ Դուք հիմա բարեկամիս սպանեցիք եւ այլն, ուղղակի ենթադրում ենք, որ իրա բարեկամը լալու է։ Ու իսկապես այդպես եղավ, ու այս տղան փակում հանդիպեցին, տեսանք ոչ մի արձակակ չի տալիս, մենք մոտեցանք իրեն, այլն ասեցինք, բարեկամը չէր, որ օրլի մերավ, ասեց, հա հետո ինչ եմ, մեր անուննալ, մեր ընտանիքի անուննալ այս պատմության մեջ մտավ։ Ես չեմ ասում անմեղ է, մեղավոր է եւ այլն, պատերազմ է, պիտի լինի։ Մանասյանյան ծորում եմ պոչեստիկի մագիստրատուրան։ Ես ուզենայի հաստատ դե գարտնի չիչեիք փորձեք մանրամասնեք պարապմունքների մասին, էլի որտեղ էր հասկացվում, ինչ ձևով էր Մա այդ որտեղը չգիտի ասել։ որին եք։ Մենք ունենք մեր ռազմագարանը, նկարները երևի հա, այդ մարզումնալ մենք ունենք մեր ռազմագարանը, ոչ մեկս հայկական անուն չունենք, բոլորս պաղեստինցի անունի կայրեն, դա քաղաքմիության պայմաններից մեկն էր, նույնիսկ ռազմագարանում իրար հետ հայերեն չենք խոսում, նույնիսկ հայերեն երաժշտություն լսելը բարձ է, ընդհանրապես ռազմագարանը հայկական չէր։ Իսկ պարապմունքները, եթե ասեմ, որ ամբողջ ժամանակը, քաղաքի բանակը լարով մինակ զենք ենք վիրարում չէ։ Մենք ընդհանրապես օրվա թերթերը հավաքում էինք, ինչ-որ մի քաղաքական հոդված նյութ էինք գտնում, քննարկում էինք, խոսում էինք, որ Վանք Հոզոտյան նման դեպքերի ժամանակ, որ որևէ մեկը սերբակալի կարողանանք
բացատրել ինչի համար արել ենք այդ գործողությունը, չնայած արդեն մենք գիտենք այդ կազմակերպության անդամալարով ինչի համար ենք գնացել այնտեղ։ Իսկ մեր բառապմունքները բարձ է։ Լավ բառավում ենք, ասենք սովորական բանակի նման ամբողջ ծառայության ընթացքում 5 հատ պապուշկա չենք գրավում, շատ։ Աղջիկների ցածտող չկա։ Ինձ մի քանի հարց է հետաքրքրում, Տեղը հանում ես մի քանի Արա, ուղղակի հստակ 3 հարց է։ Ինձ հետաքրքիր է բացի ֆիզիկական պատրաստվածությունից դուք անցնում եք նաև հոգեբանական պատրաստվածություն։ Դա առաջի հարցը, երկրորդը դատավարության ժամանակ դուք ունեք ձեր պաշտպանը եւ երրորդ հարցը ինձ հետաքրքիր է մեղադրական կողմը ազգության ով էր։ Ուրեմն հենց այդ ռազմականում հասնելը արդեն ինքնին հոգեբանական օրեն պատրաստելու հետևանք է, քանի ես կարող եմ ասել ինչ որ աղաքի ժամանակ կազմակերպության անդամալարով գործողություն են գերել ընդամենը մի տարի առաջ ռազմական գնացել եմ։ Իսկ այդ բայկարի եւ բանջարերը լալու գիտակցությունն է, որ հերիք է, ես կարծում եմ հոգեբանական պատրաստվածություն ունենալու խնդիր չունենք, գիտենք ինչի համար ենք քնում, ինչի համար ենք բայկարում, ու շատ լավ գիտենք, որ ամեն վարյան կարող էինք զոհվել, այսինքն ամեն վարյան կարող էր դուրքը մեզ բացահայտել, մեր ռազմակայանը նույնիսկ պաղեստինյան տարածության մեջ, պաղեստինյան կամպերի մեջ, ու մեզ ոչնչացնել, այդ բոլորին գիտակից ենք։ Մենք 17 դատապաշտպան ունեինք, որոնց ամենահայտնին Ֆրանսիայում ահագին քաղաքական թեմքալ է արդեն Պատրիկ Նևեջյանը, իսկ մեղադրական կողմը Թուրք Հիբադոսն էր, որ մենք իրեն վիրավորել էին, ու այդ մարդը ամբողջ ժամանակ ասան, որ ավելի շատ ինքն էր իմ կարծիքով մեղավորի աթորին նստած, քան մենք։ Երևի մի երկու մոմենտ է, մի քիչ հետո որ արիթը լավ, այստեղ վիդեո, ես վերջերս ես էլ ունեցա այդ պատկերը, մեր թադարան մտնելը։ Ու ֆրանսիական թերթերը առաջի օրը գրել էին, ահաբեկիչները ես 4 տղեկն են, թե ետևի ոստիկանները։ Հարցերից հետո երևի։ Սկիզբի մաս է ցեղասպանություններն են կարել է մեր կանցկաները հանելը եւ այլն։ Խնդրեմ։ Ես մի երկու հարց ունեմ, առաջի հարցս վերաբերում է ճիշտ է, որ ասել եմ հետագայում բարանալեց երկու մասի, եւ եթե հա ինչու, երկրորդը վերաբերում է Մոնթե Մելքոնյանի ասալայից հեռանալու հետ կապված։ Թե ինչու տեղի ունեցավ։ Նախ ասալան չի բաժնվեց իմ համար, եթե բաժնված է ուր է երկրորդը, դեպի Մոնթե Մելքոնյան, Հակոբ Հակոբյան ունեին խնդիրներ, բարեբախտաբար այդ ժամանակ ես փանդում էի, դա եղավ 83 թվականին, ես հարցին հետևյալ ձևի կպատասխանեի, իմ համար շատ ծանր էր փանդում, քանի որ հենց այդ ժամանակ ինձ չէր հետաքրքրում ով ինչպես մտածում էր, ես գիտեմ, որ 4 ընկեր իզուր դերը զոհվեցին, այդ այսպես քո ասած այդ բաժանում գործվածի պատճառով, կամ կարծիքների տարբերության պատճառով։
Տեխնա ընդամենը 3 հարց։ Եթե 73 թվականի սանդավարբարայի գրակոծը չլիներ, Յանիկյանի կողմից արձակված, 75 թվականի ասալան չէր շնորհվելու, թե ոչ, ուզեի բացաբանում Տայգան Մաթմաճյանի մեղան մասին և Լիզբոնի հենգյակի մասին 85 թվականի հայոց երրորդ եղավ, Յուպատոսանը վերցրեցին կառեցին Լիզբոնում, նա Լիզբոնի հենգյակի մասին գնահատական տայի։ Արամ Բասմանջյանի մահվան մասին ես քիչ առաջ ասեցի, որ շատերը մեզ հարց են տալիս կամ Հայաստանում, որ ասում են 5 տարի Ֆրանսիայի փանդում մնացել եմ, շատերը ասում են ավելի լավ է երթամենտեղ փանդ նստին, քան էստեղ ապրել։ Փանդը երբեք նույնիսկ ասում են, չէ, նույնիսկ եթե ոսկի լա փանդը մնում է փանդ։ Իսկ Ֆրանսիայի կամ Եվրոպայի կամ ցանկացած երկրի փանդ ամեն մեկը իր սիստեմ ունի մարդուն բանջելու։ Մանավանդ երբ որ դեպի անձը քաղաքական դեմք է կամ ինչ-որ ներծուկ ունի։ Մեր վրա ընդհանրապես հոգեկան ճնշում անեցնում էր Ֆրանսիայի իշխանությունները, գաղտնի սպասարկությունները, ինչի համար։ Քանի որ Վանքորձոտյան ժամանակ ժողովուրդը հայերը ընդհանրապես կողմ էին այդ ամեն ինչին ու ֆրանսիացին նեղանում էր։ Արդեն գաղտնի բանակը դարձել էր ոչ թե ահաբեկչական գազագերբություն, այլ ազատագրական պայքարողով ինչ-որ զինվորական մի ուժ։ Քանի թադավորը թադի ժամանակ ֆրանսիացի բասկապանը նույնիսկ Լեկլերը ինքը իր աջարի մեջ ասեց, եթե հայ ժողովուրդը պետություն չունի, ուրեմն իրավունք չունի այսքան մեծ ժողովուրդ բանակ ունենալու։ Այստեղ այդ բանակի անդամներն են, այսինքն ուղղակի պաշտոնականացրեց բանակի գաղափարը։ Իսկ ֆրանսիացիները ուզում էին մեզի անցան մեզ հոգեկան հիվանդի տակ տաներ, գժանոցի վիճակին տաներ, որ հետագային ասե, որ տեսնելի հոգեկան հիվանդ են, մի բան արել են, գանցնի կգնա, ու չհաջողվեցին։ Իսկ Արամ Բասմանջյանը այդ թևեր ընդունելով, տարբեր կաներ ընդունելով, ես օրեօր զգում էի, քանի Բասմանջյանի սենյակը իմ կողքի սենյակն էր, ամեն օր այդ վիճակը ապրում էի, հետո բայց քանի ինչքան զինվորական կյանքի մեջ փորձ ունի, այդ մի փորձը մեզ մի քիչ հեռու էր պետական այդ հոգեկան ճնշում կիրառելու սիստեմներից։ Արամ Բասմանջյանը վերջում արդեն իսկապես հոգեպես խանգարված էր, բայց իր մահվան օրը, որ գիշերով եկան սենյակը բացին, որ մենք վկա լինենք, տեսնենք, բատերի վրա լրի թուղթերով գրած էր գեցը գաղտնի բանակը, գեցը հայ ժողովուրդը, գեցը Հայաստան եւ այլն, ու բատերի վրա գրած այդպես ինքը զինք կախեց։ Իսկ Լիզբոնի մասին երևի քանի որ Լիզբոնը կատարած է ցեղասպանության մարտիկները, ես մենակ մեկ բան կասեմ, 5 նահատակ ընկերներ ունեցան, բայց Լիզբոնի գործողությունը կարելի էր եւ զինվորապես եւ քաղաքականապես ավելի ճիշտ դիրարել, բայց երբեք չեմ կարող ասել, որ ինչ-որ սխալ բան արել էր, ինչ կար, կարող էր նույն թեփքը, նույն ցևի մեր հետ պատահել, քանի մենք Լիպատոսարանը գրավելու ժամանակ երևի այնտեղ պայթացվում են 2-3 անգամ ավելի պայթուցիկ նյութեր ունեին։ Ու մենք աստարայել ենք Ֆրանսիայի ոստիկանությանը, որ եթե հարցարում փորձեք, պայթացնելու ենք Լիպատոսարանը։ Մի կեսը ռումպերի իմ մոդել դրած, մյուս կեսը Հակոբ Ջրուտայանին։ Շասուն Կոստանյանը միջազգային հարաբերությունների պետական համալսարան,
Հարցը վերաբերում է հետևյալին, դուք մեզ ներկայացրեք մանրամասն պլան օպերացիայի ընթացքի դատավարության մասին, կուզենայի նշեիք ձեր պահանջները, որ ուղղված է թուրքական կառավարությանը, այդ 16 ժամ ընթացքում կատարվեցին, թե ոչ։ Գիտեք ինչ է, մենք դա գիտենք, որ մեր պահանջները ոչ 16 ժամում, ոչ 16 օրում, ոչ այլ երևի ավելի երկար ժամանակ չէր կատարվելու։ Մերը ավելի շատ աշխարհին ուշադրությունը գրավելու խնդիր էր, թե Թուրքիայի մեջ նույնիսկ ինչ է կատարվում։ Իզուր չնշեցիք քուրդ քաղաքական բանդարգալ եւ թուրք քաղաքական բանդարգալ, քանի մեր գործողությունը մի տարի առաջ սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի էր ունեցել զինվորական հեղաշրջում, ու ահավոր ցևի դիկտատորական եւ հալածում էին բոլոր թուրք այսպես կոչված ցախակոմյան հեղափոխական շարժումներին։ Քրդականը մինչև այսօր շարունակվում է ամենայնտեղս։ Մեր խնդիրը ամբողջ նրան էր գնում, իսկ ինչ վերաբերում է մշակութային կոթողներին, ես հանգիստ կարող եմ ասել, որ եթե այսօր այդ մշակութային կոթողները մեծ մասը պաշտպանվում է, հենց այդ գործողության շնորհիվ պաշտպանվեցին, քանի մեծ դերակատարներ հասավ, որ այդ միջազգային գազམ་ագերբությունները սկսան հետաքրքրվել ու նրանք արդեն հասեցին մարդկության վերաբերող, ամբողջ աշխարհին վերաբերող հնություններ։ Իսկ երկու հոգևորականները բանդից դուրս եկան։ Բադվելի Հրանտ Բյուզելյանը նույնիսկ թատարան ներկայացավ որպես վկա։ Այս վերջերս մենք սուքում ենք Գուրգեն Մարգարյանի մահը և Ռամիզ Սաֆարովի ազատ արձակելուց հետո միշտ ադրբեջանցիների կողմից հնչում էր գաղտնիք, որ Ասադայի գործողությունների արդյունքում նույնպես ազգայնական սպանություններ եղել զուտան պատճառով, որ դիմացիներ թուրք են։ Կուզենայի ձեր կողմից այդ մեկնաբանությունը լսել։ Նաև ուզում եմ իմանալ դուք ինչպես եք տեսնում հայոց հարցի վերջնական լուծումը, արդյոք քաղաքական պայքարով գաղտնենք, թե վերջը պետք է զենքի ուժին։ Վերջի հարցը դեսկսենք։ Ես էլ եմ երազում, որ քաղաքական պայքարով գաղտնենք, բայց դժբախտաբար չեմ կարծում, որ նրանով գաղտնենք, իսկ մյուս կողմը շատ ենք ասում։ Մենք ամբողջ ազգով բանակ դառնանք, որ գիտեմ չենք կարող պայքարել, բայց փաստ է, որ մի քանի տասնյակ կամ մի քանի 100 հայ երիտասարդները լարով ամբողջ աշխարհից են պատերազմներ էինք, ու այս մի էթապը ես կարծում եմ հաղթող դուրս եկան։ Իսկ ինչ վերաբերում է թուրք դիվանագետը սպանելուն եւ քնած մարտունգացին հարելու խնդիրը, դա դեռ այլ բաներ են։ Այսօր քննադատականներու տարբերակով կարող եմ ասել, այսօր Սաֆարովը ազգային հերոս հռչակված է Թոշագունի եւ այլն, իսկ մենք դեռ ահաբեկի չենք։ Ոչինչ, ես չեմ նեղում դրանից։ Ինչ անցկացնենք այս մարտական այս ֆրանսիացի պատմապանը, որ հայերի մասին շատ գիտեր գրած էր, ու մեր թագարանը ներկայացել էր որպես պատմապան վկա։ Մի քիչ եթերենք, այս մոմենտը երևի հետաքրքիր։ What we must տեսնելով ժողովրդի տարելությունները մուտք է գործել տերորիզմի ասպարեզ, որը կարելի է հավասարապես որակել դիմադրությունը։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ հայկական գործը միայն նոր է սկսվում։ Սա ներկայացնյակներից մեկն է, գործողության քննալուց
մի որոշ ժամանակ առաջ է, որ արդեն մեր թեփքերը սիմվոլիկ ձևի արդեն այդ հայտնի մեր մասկաները հանում են։ Երբեք զենք չեն վերցնի, բայց եթե նրանց Ես եմ վիրավոր արդեն դուրս եմ գալիս, սրանից հետո արդեն չեմ հիշում ինչ եղած, քանի շատ ծանր էր վիճակը սենդեր։ Ես Հակոբ Ջուլխարն է, որ աշխատում է այստեղ հիմնարկում, բայց որ տեսնենք կարող է չճանաչել։ Ես Արամ Բասմաջյանն է, որ բանդում զոհվեց։ Հարցակումը չի կարող նշանակել, որ գնում ես ինքնասպանության։ Ու առաջինը, որ մասկանանեց Գևորգ Ուզելյանն էր, որ փոխում հավետներ խմբին, հիմա Ամերիկան Իսկ Ալեկն է, որ քիչ առաջ պատմում է, որ ես Մենք հանդիպում ունենք իրար։ անպայման գահանտիրիկ իրար։ Հայաստան, զինյալ պայքար, Հայաստան։ Սա մեր գործողության հաջորդ ապրիլի 24-ն էր, որ առաջին անգամ Ֆրանսիայում մի 10,000 մարդ անգամեն հավաքվել էր։ Եվ հայ ժողովուրդը գնում է նրա հետևից, դա նրա անբաժանելի մասն է։ Ես կոչ եմ անում աշխարհի բոլոր հայերին, որ նրանք հավատան, որ խնդրի լուծումը տերորիզմի մեջ չէ։ Երբ Հիտլերը որոշեց բռնաճնկել հրեաներին, օգտագործեց մի նախադասություն հայոց ցեղասպանության մասին։ Այն առ այսօր հիշվում է։ Ահա, այսպես էլ ամեն ինչ սկսեց։ Ես համարում եմ, որ տերորիզմը մասն է կազմում միջազգային տերորիզմի։ Մենք հայերը շատ լավ գիտենք ինչ է միջազգային ահաբեկչությունը։ Մեզ հայերիս համար միջազգային ահաբեկչությունը բոլոր իմպերիալիստական պետությունների հանցակցությունն է, ովքեր երգում են հայոց ցեղասպանության գոյությունը։ Այսպիսով դուք հաստատում եք մասնավորապես արտերկրում թուրք դիվանագետների քաղաքական սպանությունները։ 1.5 միլիոն հայ կոտորվեց, ոչ ոք արցուն չթափեց։ Այն պահից, երբ փորձում էին մեզ մոռացության տալ մեր պատմությունը, մեզ ակամայից ուղղորդեցին զինյալ ազատագրական պայքարի։ Եվ շուտով մենք հասկացանք, որ դա եղել է հայ գաղտնի բանակի գործունեությունը Հայաստանի ազատագրման համար։ Երբ 4 զինյալ գրավեցին Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանը, վայրով մոտ 40 պատանդ, օրվա երկրորդ կեսին պարզ դարձավ, որ դա հայ գաղտնի բանակի մի զինված գործողություն էր ազատագրական պայքարի շրջանակներում։ Նույնիսկ մի վայրկյան հայ համայնքը չի կարող ընդունել այսօրվա կարգավիճակը։ Հայ համայնքը ոչ մի վայրկյանով չի կարող լքել իր զինյալներին։ Մեզ թիկունք եղեք, մեր պայքարը հաղթանակ կբերի, եթե սատարենք և պայքարենք մեր հերոսների ազատագրման համար։ Թվարկում է Վան գործողության զինյալների կեղծանունները։ Հայ գաղտնի բանակի Եղիա Քեշիշյան խմբակի գործողությունները ապացույց են ոչ միայն հայերի, այլ նաև այլ ժողովուրդների ցեղասպանության, արտագաղթի ենթարկվելուց հետո ազատագրական պայքարի պատրաստակամության։ Սա աշխարհին պետք է ապացուցի, որ հայը չի կարող ծնկի գալ։ Հակառակ ցեղասպանության, հակառակ տեղահանության, հակառակ պատմական փաստերի խեղաթյուրմանը հայը չի լռել և շարունակելու է պայքարը մինչև արդարությունը վերջնականապես հաղթանակի։ Եվ իրավ է, որ հայ ազատագրական պայքարի ոգին այսօր էլ գոյություն ունի, ի հեճուկս բազմաթիվ խոչընդոտների։ Այնպես որ Թուրքիան երբեք չի կարող երկել
ազատություն մեր զինյալ հայ մարտիկներին։ Անհնար է մաքրել ցեղասպանության թողած հետքը, որը ձեզ հարվածեց։ Մեր հարվածների հետևանքն է, որ Ֆրանսուଆ Միթերանը ցեղասպանություն բարը արդեն արտասանեց զորությունից։ Զինված պայքարով հայ ժողովուրդը ավելի հաղթանակներ ունեցավ, քան երկար տարիներ դիվանագիտական խաղաղ միջոցներով։ Մարտիրոս Ժամբոչյանն է, որ շվեյցարյան թուրք դիվանագետ խփեց 15 տարի թափեց, 11 տարի հետո դուրս եկավ, ինքն էլ Հայաստանում է։ Ելիս տղա։ Թող բոլորն իմանան, հայ ժողովուրդը երբեք ցեղասպանություն չի իրագործի։ Էսը Օսեփ Օսեփյանն է, ով գիտե, չգիտե։ Լեոնիդ Ասկարյանի ազատագրական բանակի փոխհրամանատարներ մահապարտների կողմի պատասխանատուն Թուրքերը երբ որ զենք են վերցնում մշակույթ են ոչնչացնում, այն մշակույթը, որը մեր ազգն է ստեղծել։ Խոսես մշակութային կոթողների պահպանման հարցի մասին, մենք քաղաքում շատերս կարող են հանդիպենք այս մարդուն եւ նաեւ մյուս ընկերներին, ովքեր զենքով պայքարել են մեր իրավունքների համար, չիմանալով որ նրանք ինչ մշակույթ են ստեղծում։ Բոլորս տեսնում եք Մատենադարանի շենքը, ասեմ որ Մատենադարանի շենքի ճարտարապետը Արթուր Մեշյանն է, իսկ ուսանողության հեղինակը դեր առջև կանգնած է Վազգեն Սիսլյանը։ Ինչպես նաև նա միակը չէ եւ գաղտնի բանակի շատ մարդիկներ, տաղանդավոր գրողներ, ժամագործներ, ոսկերիչներ, այսպես երկար կարելի է թվարկել եւ մի երկու խոսքեր ասեմ Գուրգեն Յանիկյանի մասին, համաշխարհային մեծ գրողների միություն կազմակերպություն կա այսպիսի, որը ունի իր կանոնակարգով հաստատուն անդամների թիվ, որը 1800 չի կարող անցնել, այսինքն եթե նոր հավաքնորդներ լինեն այդ միությունը համադրելու համար, պետք է 9800-ից ինչ-որ մեկը մահանա, որտեղ ազատվի նոր արդեն քննարկեն նրա անդամակցության հարցը։ Եվ հայերիցս ընդամենը երկուսին է պատիվ վիճակվել այդ բանին միությանը անդամակցելու, մեկը բոլորիդ տաճայտնի Վիլյամ Սարոյանն է, իսկ երկրորդը Գուրգեն Յանիկյանն է, ով բացի մեծ գրողիներուց նաև մեծ պատերագետ էր, դերասան, ճարտարապետ, բազմակողմանի զարգացած մարդ, եւ ինչ եմ ուզում ասեմ, հայ ռազմիկը մի անգամ այ Լովա Վարդանովի հետ եւ Եղնիկներում էինք մեր ընկերը հարցազրույցի ժամանակ ասեց հայ զինվորը մշակութաստեղծ զինվոր է եւ դրանով էլ է տարբերվում աշխարհի բոլոր տեսակի զինվորներից, երբ որ դու մի ձեռքով զենք ես վերցնում, մյուս ձեռքով մշակույթ ես ստեղծում։ Զենքը օգտագործում ես քո ստեղծած մշակույթը պաշտպանելու համար։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շատ լուրեր են կարդում հիմա ինտերնետում չգիտեմ ապատերություններ, որ Աստանան
վերաձևավորվում է, դրա մասին խոսեք եւ եթե այդ ջուրը ճիշտ է, միգուցե սխալ է այսքան բացվել եւ այսքան գաղտնի բաները շնորհակալություն։ Ես չգիտեմ, բայց ես մի բան գիտեմ, որ գաղտնի բանակը ընդհանրապես մի գործանում է, հետո ինչ-որ հայտարարություն անում, ես այդ մնացած բաներին չեմ հավատում։ Բարձրապես, մենք միշտ գործողությունը անում ենք և հայտարարություն, թե ինտերնետում ինչ է գնում, ես Կարիք Խումարյան, նախև առաջ կուզենայի հնարավորինս խոսեք ասալայի մյուս անդամների ներկայիս անդամների մասին, ովքեր որ պարկասու կենթանի են, իրենց գործունեությունը նայում շապում, մասնավորապես Համբիկ Սասունյանի մասին, նրա դատավորության, ինչպես գիտեք ցմար ազատազրկված է, եւ նաեւ կուզենայի խոսեք վերջի ասալայի վերջի գործողության մասին, ինչով որ վերջ տրվեց, այսպես ասած, կոնկրետ գործողություններին։ Ուրեմն ասեմ, որ Համբիկ Սասունյանը ասալայի անդամ չէ նախ, բայց սա չի նշանակել, որ մեր պայքարի զենքի ընկերը չէ։ Դժբախտաբար այսօր ամենաերկար բանդարգված հայկական բանդարգարն է և հետևյալ բարակային հետ մարդիկ ինչի համար չեն ուզում աշխատեն իրեն բանդից հանելու համար, ես չգիտեմ, ավելի բան չեմ կարող ասել Համբիկի մասին, իսկ ասալայի վերջին գործողությունը, այսպես ասած, հայտնի եղի ունեցավ 92-ին Հունգարիայում, որ դրանից հետո երևի ես չեմ կարող ասել, քանի որպես բացահայտված չեմ կարող որոշել գաղտնի բանակը կա, չի կա եւ այլն։ Երևի Հայաստանի անկախությունը ինչ-որ նպաստեց, որ ժամանակավորապես զինալ պայքարը դադարարն է։ Ինչը ես արգելդ ասել, ես չեմ թանկանում դադարարն է, բայց դենց է։ Վերջի երկու հարցը խնդրեմ։ Խոսեցիք վերումների մասին, բայց խոսեցիք ասենք զախորումների կամ հերասուսների մասին, եթե կաների խոսք եւ երկրորդ օտար երկրի հատուկ ծառայությունները, մասնավորապես Թուրքիայի հատուկ ծառայությունների արդյոք հաջողվեց կազմաքանդել կամ իրենց լրտեսներին դնել այդ կապության մեջ թե ոչ։ Սախողումները սելով չգիտեմ ինչ մեջադրում ես, մեզ համար սախողումը ամեն մեկն գերի վիրավորվելուն կամ նահատակվելուն ճիշտ է, սալում ենք դրա համար, բայց սախողում չեմ համարում դա։ Սախողում գլիներ, եթե հայ ժողովուրդը մերժեր զինյալական պայքարը, անշուշտ նմանատիպ կազմակերպությունները նման են շատ ներողում մի տունի, որ մի սենյակ ունի և 3-4 հատ սուկ արան, դա գաղտնի է լալու և տարբեր ծևի այսպես կոչված չագերգալ ոչ օրինական միջոցներով պայքարելու ծևն է։ Մնացյալը չեմ գիտեր, ցախողումները և այլն պես ցախողում չեմ տեսնում։ Հատուկ ծառայությունների մասին ես ասեմ, մեկ անգամ հաջողվեց, բայց թաղված եմ։ Հաջողվեց մինչև ռազմական մենք էինք, 3 հոգի էին, թուրքական գաղտնի սպասարկության մարդիկ, մենք գնացինք, դիմավորեցինք, ինչ-որ մի ուրիշ ռազմականից, բերինք մեր մոտ, հայտնաբերեցինք իրենց փաստաթուղթերը, նույնիսկ մեր պաշտոնատերերից մեկի մեջ իրենց փաստաթուղթերը կան, կարելի ասել, մեկն էլ ես օգտագործեցի, Թուրքիա մտնելու համար, մի ժամանակ, բայց անշուշտ որ
գաղտնի սպասարկությունները անպայման հետաքրքրվում են ու դա պատճառներից մեկն է, որ մենք անպայման գաղտնի են նայենք։ Դարձան Գորժան գիտությունների ազգային ակադեմիան։ Այն ժամանակ ասելան ակիվներ հայոց ցեղասպանության մասին բարձրացել ոտնահարված իրավունքը ճանաչել տալու, իսկ հիմա բացի այն, որ հասարակական գործունեություն է ծավալում ասալան տարբեր անդամների միջոցով, ինչ այլ խնդիրներ է քաշել իր առաջ։ Մեր համար գործունեություն ծավալելը այսպես ասեմ։ Մենք այստեղ հավաքված ընկերներ որ ունենք, մենք ունենք նախաձեռնություն, որը կոչվում է ուխտարարադիր, գաղտնի բանակի ինչպես գաղափարներից մեր 8-9 գետերից ոչ մի բանով չենք շեղված, ուղղակի քանի հասարակական է ու մենք բացահայտված ենք, բոլոր միջոցներով պայքարելու մասին ասում ենք ու չեք բացառում զինված պայքարը։ Իսկ առաջվա գաղտնի բանակի գաղտնի մասով միայն զենքով կաներ։ Իսկ մեր հիմնական նպատակը բարձ է, այսօր մենք ընդհանրապես չենք ցանկանում ներքին քաղաքական կյանքի մեջ մտնել, ինչ-որ ուրիշ բաների, անշուշտ մտածում ենք ժողովուրդը վատ վիճակ է, Հայաստան ուզում ենք լավ տեսնել, բայց մեր հիմնական նպատակը մնում է նույնը, Արևմտյան Հայաստանի ազատագրում։ Ու դա ամեն ինչի պատասխանն է։ Ինչ որ անում ենք դեպի Արևմտյան Հայաստանի ազատագրում է տանելու։ Ժամը 9 է, շնորհակալություն հայտնենք